Հարց ունեմ մեր երկրորդ նախագահին, Արոն Քոչարյան։ Օրինակ դուք չեք մտածում, երբ ինձ աշխատանք առաջարկեցին իմ աշխատանքից ազատվելուց հետո, ես ասացի, ես առաջնայող տեսակ եմ եւ նախկին եմ, դեղ զիջում եմ երիտասարդներին։ Օրինակ չեք մտածում, որ եթե սերնդափոխությունները կարող է ավելի հաջողակ գտնվեիք այս ընտրություններում, այդ մի հարցը, հետո երկրորդը ես բոլորն ասեմ, հետո դուք պատասխանեք, էլի։ Երկրորդը, մեր երկիրը խորհրդարանական երկիր է, չնայած որ մեր վարչապետը ասում է ամեն ինչ ես եմ ասում, էլի, այդպես ասած, ճակերտավոր մեր վարչապետը, ասում է ամեն ինչ իմ ասածով պիտի լինի, դուք մեղավոր չեք զգում ձեզ մեր այսօրվա վիճակի համար, քանի որ խորհրդարանում ուժեք, չէ՞ դուք այսօր վերջին հաշվով, եւ ընդդիմադիր, բայց ընդդիմադիրը նույնպես իշխանության մաս է, ընդդիմությունը իշխանության մի մաս է, այո, այդպես է, եւ երրորդը, հիմա ես բացատրեմ, երրորդ հարցն մի րոպե ստե կաղանենք մի հատ ընդդիմությունը պետական համակարգի մաս է, բայց իշխանության մաս չէ։ Եվ պետությունը նրա համար է, որ քննադատի իշխանությանը, ի հայտ բերի տարբեր թերություններ եւ փորձի ժողովրդին համոզել, որ այս իշխանությունը սխալ ճանապարհով է գնում։ Նա ինչ անում է, բայց իշխանության մաս ընդդիմությունը չի կարող լինել։ Հիմա վերջին հարցը շնորհակալություն, վերջին հարցը տամ, եթե Աստված մի արասե, հանկարծ Նիկոլը նորից դարձավ վարչապետ։ Այս դեպքում դուք ինչ եք անելու, գնաք խորհրդարան, որ նորից չի շպրտեք, շատ ներողություն, էլի կոպիտ արտահայտության, բայց փաստը իրական չէ, գնաք չի շպրտեք իրական։ Խոսենք փաստերով։ Անցած անգամ ես գլխավորել եմ Հայաստան դաշինքի ցուցակը եւ մանդատը չեմ վերցրել, ես չեմ գնացել խորհրդարան եւ ես ինձ չեմ տեսնում որպես պատգամավոր։ Ես ավելի գործադիրի մարդ եմ, ավելի կրկնեմ գործադիրի մարդ եմ։ Դրա համար, այսպես ասենք, չգուշակենք թե ինչ է լինելու, պայքարենք հաղթելու համար եւ պայքարում ենք հաղթելու համար։ Հիմա առաջի հարց սերնդափոխություններ, չէ՞։ Այնքան ուրախ կլինեի, որ դա լիներ։ Ձեր Քրիստինե Վարդանյանին էլ ես տեսնում եմ տեղում, օրինակ Գրիգորյան Աննային էլ։ Այ դուք իրենց հարցրեք, իրենք ուզում են թե ոչ։ Իմիջայլուց կներեք, որ ես նայում եմ շուրջս շփտում եմ, բոլորը ինձ հարազատ բարեկամներ են այստեղ, մենք ունենք գաղափարական տարաձայնություններ, տարակարծություն, եւ ես իմ պարտքն եմ համարում, իմ կարծիքը բարձրաձայնել, որովհետեւ ինչպես Արոնն ասաց, թիկունքին կարոտն է, կարոտի պետոյի եւ նաեւ մնացի դասընկերուհին եմ եղել եւ վերևում պարկած են իմ դասընկերները, որ իմ աշակերտները ներողություն, որոնց զոհվելու համար ես ինձ մեղավոր ու պատասխանատու եմ զգում, որովհետեւ նրանք գնացել են հայրենիք պաշտպանելու, բայց պարզվեց զոհվեցին հանուն ոչնչի։ Ես պատրաստ եմ մինչեւ իմ արյան վերջին կաթիլը պայքարել ասեմ։ Հիմա այնուամենայնիվ առաջի հարցի վերաբերավ։ Մենք այ մեր գործընկերները դաշինքում գիտեն, մենք միջև հայտարարություն անելը մեր մասնակցության ֆորմատի մասին հարցումներ ենք արել, պատվիրել ենք սոցիոլոգիական հարցումներ հասկանալու համար, թե ում առաջնորդությամբ դաշինքը ունի ավելի մեծ շանսեր հաղթելու համար։ Եթե ձեր ասած այսպես տարբերակը այդ սոցիոլոգիայով իսկապես երևար շատ հետաքրքիր եւ վառ ազնվորություններ են եւ Աննան եւ Քրիստինեն, բայց սոցիոլոգիան ցույց է տվել մեկ բան, որ դեռ ռուսները ասում են ես պարախավնիցը, հետս մի արտահայտություն կա։ Դեռ այսպես է, բայց կրկնում եմ, միգուցե այդ պահի ես ամենից ուրախ մարդ կլինեի, որ մեկ այլ տարբերակ լիներ։ Հիմա այս process-ի մեջ չէ։ Իմիջայլոց Հովոն իմ փոքր եղբայրն է, միևնույն է փոքր։ Ինչքան էլ պաշտոն է ունեցել իմ փոքր եղբայրն է։ Սենց մեկ բան։ Այդպես չէ։ Ուզում ասել չէ։ Մենք իրար հետ անչափ մտերիմ ենք եղել։ Հիմա գաղափարական տարաձայնություն, տարակարծություն ունենք, ոչինչ էլի, հաղթահարելի կլինի։ Կարևորը որ երկուսից նպատակն էլ չեմ կասկածում։ Հովոն 16 տարեկան է, դուք ասեք Տիրան Խաչատրյան, ես կասեմ մեր Հովոն, այն էլ Պուճուր Հովոն, որտեղ այն ժամանակ կարոտը պետոն Պուճուր Հովոյ էին ասում իրեն։ Ինքը 16 տարեկանից տնից փախավ գնում է գնաց հայրենիք պաշտպանելու հորաքույրը շատ ծանր էր տանում ամեն ինչ։ Ես կարևորը մեր ընդհանուր նպատակն է, որ մեր նպատակը երկիրը այս վիճակից հանելն է։ Ուղղակի ես վախենում եմ, որ երկրորդ անգամ մենք մեր ոտքը դնում ենք նույն փոცხի վրա, չտամ մեր գլուխը ջարդի։ Այդ դրա համար եմ վախենում։ Մի բան ուղղակի պետք է ավելացնեմ։ Ամենից վատը անտարբերն է իմ կարծիքով։ Կամ պահեր, երբ անտարբերությունը ինչ որտեղ հանցակցության
ինչ որ բան։ Իսկապես վիճակը որ հասական է եւ ինչքան ձերման, ակտիվ, համոզիչ, ինչ որ համոզմունքներով մարդիկ այնքան լավ։ Եվ պետք չի բան անել, մտածել թե կարող է ինչ որ Չէ, որի անցյալական մենք գնացինք, որ Սերժին մերժեինք, հիմա էլ գնում ենք, որ Նիկոլին հանենք, դա է վատելի։ Շնորհակալություն։ Լավ, լավ։